Հայաստանը այս պահին ԵԱՏՄ-ի հետ մոտապես երևի իր շրջանառության 65-70%-ը այսպես թե այնպես արտաքին շրջանառության կապված է ԵԱՏՄ-ի հետ։ Դա միայն վերջնական իր հայրենիքի հանդեպ ոչ մի էմոցիա չունեցող մարդը կարող է այս տնտեսական միությունից տնտեսական միության հետ անդամակցությունը ռիսկի տակ դնել, որտեղ դա կբերի հազարավոր, 100,000-ավոր ընտանիքների սնանկացման, քանի որ գյուղմթերքն ամբողջությամբ այնտեղ գնում, արտադրություններն են ամբողջությամբ։ Մեր առաջարկած քայլը հետևյալն է. հարգելի հայրենակիցներ, իրական բալանսավորված ինքնիշխան քաղաքականությունը այս է. դու պետք է ունենաս մեկից ավելի տնտեսական գործընկեր։ Ֆրանսիայի հետ 100 միլիոն, 150 միլիոն դոլար է շրջանառություն անում, մի քանի միլիարդ անում ես ԵԱՏՄ-ի հետ։ Դու չես կարող բալանսավորել այդ դեպքում։ Քեզ պետք են մերձավոր արևելքում կատարել, ունենալ գործընկերներ, առևտուր անել մերձավոր արևելքի հետ, նոր երկրների հետ։ Իրական անկախությունը, հավասարակշռությունը, դա տնտեսական անկախությունն է։ Իսկ տնտեսական անկախությունը այս գիտեք ոնց քաղաքական հայտարարություններով չեն հասնում։ Ուղղակի գործընկերների հետ առևտրաշրջանառության ավելացման